Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Ինչպես ձեզ խոստացել էի նախորդ տեսանյութում, այսօր խոսելու եմ նոլիպրել դեղամիջոցի մասին։ Հարգելի հետևորդներ, նոլիպրելը շատ հայտնի դեղամիջոց է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ունի բարձր էֆեկտիվություն, զարկերակային բարձր ճնշումը շատ լավ իջեցնում է եւ ազդեցությունը պահպանվում է մարդու օրգանիզմում 24 ժամվա ընթացքում։ Նոլիպրել դեղամիջոցի ազդող նյութն է պերինդոպրիլ։ Պերինդոպրիլը հիմնական զարկերակային ճնշումը իջեցնող դեղամիջոցն է համարվում նոլիպրելի համար։ Բացի պերինդոպրիլից, այն իր մեջ նաև պարունակում է միզամուղ, ինդապամիդ։ Նոլիպրելը, սիրելի հետևորդներ, թողարկվում է 3 դոզաներով։ Առաջինը ձեր իմացած նոլիպրել սովորականն է, որի տուփը կանաչ գույն է, դոզաներն են 2,5, 0, 625, որտեղ 2,5-ը համարվում է զարկերակային ճնշման իջեցնող դոզան, իսկ 0,625-ը համարվում է միզամուղի դոզան։ Հաջորդը, սիրելի հետևորդներ, կապույտ գույնի տուփով թողարկվող նոլիպրելն է, որի անվանումն է նոլիպրել ֆորտե։ Թողարկվում է 5 եւ 1,25 դեղաչափերով։ Նոլիպրել ֆորտեի մեջ 5 մգ պերինդոպրիլն է, զարկերակային ճնշումը իջեցնող նյութը, իսկ 1,25-ը դարձյալ միզամուղի, այսինքն ինդապամիդի դոզան է։ Հաջորդը, սիրելի հետևորդներ, մուգ կապույտ գույնի տուփով թողարկվող նոլիպրել բիֆորտեն է, որտեղ արդեն դոզաները էլի բարձրանում են։ Որտեղ 10 մգ դարձյալ պերինդոպրիլի դոզան է, 2,5 մգ ինդապամիդի, այսինքն միզամուղի։ Հարգելի հետևորդներ, առհասարակ զարկերակային ճնշման դեղորայքների մեջ կա մի հատ շատ մեծ տարբերություն։ Ուրեմն, զարկերակային ճնշման դեղեր կան, որոնք թողարկվում են հենց իրենց տվյալ նյութով, ինչպիսին են կապտոպրիլը, էնալապրիլը, կան մնացած այլ դեղամիջոցներ եւ կան կոմբո դեղամիջոցներ, այսինքն կոմբինացված։ Ինչ է նշանակում կոմբինացված, որտեղ կա մեկից ավելի պարունակող դեղանյութ։ Կոնկրետ նոլիպրելը համարվում է կոմբինացված դեղամիջոց, որովհետև բացի զարկերակային ճնշումը իջեցնող կոմպոնենտից առկա է նաև միզամուղը։ Առհասարակ նման կարգի կոմբինացիա ունեցող դեղամիջոցները ավելի լավ են իջեցնում զարկերակային ճնշումը, քան միակոմպոնենտ դեղամիջոցները, ինչպիսին է կապտոպրիլը, էնալապրիլը կամ մեկ այլ դեղամիջոց, որտեղ ազդող նյութը պարունակվում է միայն մեկը քանակով։ Պացիենտի հիվանդի վիճակից 3 ամիսը 1 կամ 6 ամիսը 1 կատարում են դոզայի կորեկցիա, դոզայի փոփոխություն, իսկ եթե առհասարակ դեղի ազդեցություն չի նկատվում, ապա բժիշկը փոխում է դեղամիջոցը, նշանակելով նույն դեղաբանական խմբի որևիցե այլ փոխարինող։ Սիրելի հետևորդներ, զարկերակային ճնշման դեղորայքների դոզայի ընտրությունը կամ փոփոխությունը, դեղի ընտրությունը կամ փոփոխությունը բացառապես դրա իրավունքը պատկանում է բժշկին։ Նոլիպրելի դեպքում պատկերը հետևյալն է։ Եթե բժիշկը ձեզ նշանակել է երկարատև բուժման համար, իսկ երկարատև բուժումը իրենից ներկայացնում է 1 տարի կամ դրանից ավել, ապա 6 ամիս հետո դուք պետք է այցելեք բժշկին, որպեսզի կատարվի կրկնակի հետազոտություն եւ հասկանալի լինի, արդյոք կարիք կա նոլիպրելի դոզան, եթե բարձր է իջեցնելու, եթե ցածր է բարձրացնելու կամ առհասարակ կատարել դեղորայքի փոփոխություն։ Նոլիպրելի ցանկացած դոզա, որը կնշանակի ձեր բժիշկը ձեզ զարկերակային ճնշման համար, առավոտյան խմում եք 1 հապ, ժամը 10-ից 11-ի հատվածում քաղցած վիճակում։ Դեղի ազդեցությունը օրգանիզմում պահպանվում է 24 ժամ։ Սիրելի հետևորդներ, ինձ շատերը գրում եւ հարցնում են, արդյոք կարելի է որպեսզի մեկ մարդուն նշանակվի մի քանի զարկերակային ճնշում իջեցնող դեղամիջոցներ, գումարած արյան ջրի կացնող եւ սրտի կծկման հաճախականությունը իջեցնող դեղամիջոցներ։ Այո, սիրելի հետևորդներ, առհասարակ սիրտանոթային համակարգի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում, եթե ձեզ բժիշկը նշանակում է 2, 3, 4, նույնիսկ 8, 9 դեղամիջոց, ուրեմն իմացած եղեք, որ դրա կարիքը կա, որովհետև սիրտանոթային համակարգ հասկացողությունը
ինքը մեծ լայն հասկացողություն է, իսկ տարբեր մարդկանց մոտ կարող է այն արտահայտվել տարբեր կերպով, արդեն կախված է հիվանդությունների թվից, քանակից ու շարքից, նայած ինչ կարգի հիվանդ է տվյալ անձնավորությունը։ Մեկի մոտ կարող է ուղղակի լինել զարկերակային ճնշում, մյուսի մոտ կարող է լինել բարձր հիպերտենզիա, այսինքն կրկնակի բարձր զարկերակային ճնշում, գումարած աթերոսկլերոզ, ուղեղի հետ կապված հիվանդություններ, ուղեղարյան շրջանառության խանգարում, նույնիսկ հնարավոր է, որ նշանակվում է սրտի դեղամիջոցներ, ինչպիսին են կոպլավիքսը, ասպիրին կարդիոն, արյան ջրիկացնող եւ այլն։ Այս շարքը անverջ կարելի է ցիտել։ Դրա համար ես որոշել եմ այս ամբողջ դեղաբանական խմբերը հատ-առ-հատ ներկայացնել ձեզ, որպեսզի մի փոքր ավելի հասկանալի ու պարզ դառնա, հատկապես այն անձանց համար, ովքեր տարիներով խմում են նման կարգի դեղամիջոցներ։ Հարգելի հետևորդներ, նոլիպրելի հակացությունները հետևյալն են. երիկամային կամ լյարդային անբավարարություն, մինչև 18 տարեկաններ, հակացուցված է նաև հղիներին ու կրծքով կերակրողներին, սակայն վերջերս դեպքեր են արձանագրվել, որ բժիշկը հղին նշանակել է զարկերակային ճնշման իջեցնող նոլիպրել։ Դոզանեսպային չեմ հիշում որն է եղել։ Եթե ձեր մարդկանց շրջանում կգտնվեն նմանատիպ մարդիկ, բոլոր հարցերը տալիս եք միայն ձեր բժշկին, որովհետև եթե նշանակում է արվում, անհնար է, որ չլինի դրա բացատրությունը։ Դրա բացատրությունը ձեզ միայն կարող է տալ ձեր բժիշկը։ Իմացած եղեք։ Հիմա խոսենք նոլիպրելի կողմնակի երևույթների մասին։ Ամենատարածված կողմնակի երևույթը, որի հայտ է գալիս նոլիպրելից, դա չոր հազն է։ Հարգելի հետևորդներ, ինչպես տեսանյութի սկզբում ես արդեն ասացի, նոլիպրելի նշանակման ժամանակ 3-ից 6 ամիսը մեկ պարտադիր պիտի այցելեք բժշկի, որպեսզի կատարվի դոզայի կամ դեղորայքի փոփոխություն։ Առհասարակ չոր հազը բնորոշ է այս դեղաբանական խմբի բոլոր դեղամիջոցներին, սկսած կապտոպրիլից։ Սակայն, եթե դեղի ընդունումը ձեր բժիշկը հանում է կամ դադարեցնում է կամ փոխարինում է մեկ այլ դեղով, մի ուրիշ դեղամիջոցով, չոր հազի առկայությունը կարող է բացառվել, ու սա նորմալ երևույթ է։ Հաջորդ կողմնակի երևույթը բրոնխոսպազմն է։ Սա էլ է շատ բնորոշ նման հիվանդների դեպքում։ Դրա համար կգտնեք դեղատոմսեր, որտեղ բժիշկը նոլիպրելից բացի նաև նշանակում է տեոտարդ, որովհետև տեոտարդը եւ նույն էուֆիլինը սպազմը հանող դեղամիջոցներ են համարվում, չնայած էլի կան նշանակումներ, որտեղ էուֆիլինի կամ տեոտարդի ընդունումը դարձյալ դառնում է պարտադիր զուգահեռ խմելով զարկերակային ճնշման կամ շաքարային դիաբետի հետ կապված դեղամիջոցներ։ Հաջորդ ամենատարածված կողմնակի երևույթը ականջներում ձայնի աղմուկի առկայությունն է։ Բոլորիդ հայտնի խոսակցական լեզվով ասեմ, ականջների խշշոցը։ Սա էլ է բնորոշ նոլիպրելի կողմնակի հատկությունների։ Գտնվում են շատ դեղատոմսեր, դեղատանը շատ են գալիս նմանատիպ դեղատոմսեր, որտեղ զարկերակային ճնշման կարգավորող իջեցնող դեղամիջոցների կողքին հայտնվում են բետասերկը կամ նմանատիպ դեղամիջոցներ, որոնք օգնում են, որպեսզի ականջների խշշոցը քիչ թե շատ բարելավի կամ իսպառ անհետանա, որովհետև էլի դեղի կողմնակի երևույթի արտահայտման ձև է համարվում։ Նորից պետք է ասեմ, որ եթե դեղորայքի փոփոխություն է կատարվում ձեր բժշկի կողմից, իմ նշած կողմնակի երևույթները հնարավոր է կամ ընդհանրապես չլինեն, կամ փոխարինվեն մեկ այլ կողմնակի երևույթներով։ Նոլիպրելի մնացած կողմնակի երևույթները, որոնք ավելի հազվադեպ են հանդիպում, քան նշածս առաջին 3-ը, գլխացավն է, գլխապտույտը, մկանների ցավը եւ գիշերային անքնությունը։ Նոլիպրելի մասին տեսանյութը այսքանն էր, սիրելի հետևորդներ։ Եթե մնացին հարցեր, գրեք մեկնաբանությունների բաժնում։ Տեսանյութի վերջում ուզում եմ հիշեցնել, որ ես արդեն ստեղծել եմ իմ երկրորդ YouTube-յան ալիքը, որը նվիրված է էսթետ բժշկությանը եւ կոսմետոլոգիային։ Ցանկացողները գրում են մեկնաբանությունների բաժնում, ես ուղարկում եմ հղումը եւ դուք միանում եք իմ երկրորդ YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, լավ մնացեք։ Մենք էլի հանդիպելու ենք։